Ընդհանուր ժողովուրդը տեղափոխվել են Սումգայիթի կոտորվածից հետո, ես տեղափոխվել եմ 90 թվի մարտի 16-ին։ Այրումցի Պապիկ Արուշանյանը մեկն է հարյուրավոր այն փախստականներից, ովքեր Սումգայիթյան ջարդերից փախչելով ապաստանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Պապիկ Արուշանյանը ապրել է Ադրբեջանի Խանլարի շրջանի Կամո, Ազատ Միխայիլովկա եւ Այգեստան գյուղերում։ 1988-ին եւ դրան հաջորդող տարիներին Սումգայիթից բացի հայաթափվել են հայաբնակ այս համայնքները նույնպես։ Պապիկ Արուշանյանը տեղափոխվել է Այրում, ինչպես ինքն է ասում, աշխատել Այրումի սովխոզում որպես գլխավոր տնտեսագետ։ Աշխատել միջև 91 թվի փետրվարի 14-ը։ Փետրվարի 14-ին ընտրվել եմ Այրում գյուղի գյուղխորհրդի նախագահ։ Աշխատել եմ միջև 1999 թվի նոյեմբեր ամիսը։ 2005 թվականին Պապիկ Արուշանյանը կրկին տեխնացությունը դրել եւ ընտրվել է Այրումի գյուղապետ, մինչ Այրում տեղափոխվելն էլ սակայն նա գյուղխորհրդի նախագահ է եղել։ Այսքան գյուղերը որ նշեցի, սրանց նախագահն եմ եղել։ Նման տեղ աշխարհում չկա, այ մեր տարածք, որտեղ որ մենք ենք բնակվել։ Ինչքան որ ման եմ եկել նման տարածք, որը որ Ազատ Կամո Միխայիլովկա Այգեստանն է, նման տարածք ոչ միտեղ չկա։ Գյուղխորհրդի նախագահ է եղել, սակայն ինքն էլ չի իմացել, որ հայերի տարհանում է ծրագրվում։ Պապիկ Արուշանյանը հեռագրել է Գորբաչովին, տեղեկացել տարհանման մասին եւ որ իրենք համաձայն չեն այդ որոշման հետ։ Պատասխանը սակայն չի ուշացել։ Դեսանտնի վայսկա ուղարկեց։ Դեսանտային զորքեր ուղարկեց, եկան դեմ մեզ պաշտպանելի, եկան նանկել մեզ դեղահանարին։ Այդ ձևի ինձ տարան թուրքերին հանձնեցին։ Թուրքերն էլ ոչինչ չեն ասեմ, ված չվերաբերվեցին, նրանք էլ ընդդան ճանապարհեցին Վրաստան։ Ճանապարհեցին Վրաստան, Վրաստանից նոր եկել եմ Կիրովական։ Գյուղխորհրդի նախագահ աշխատած տարիներից մի քանի լուսանկար է պահպանվել։ Հայերական պատերազմում մեր գյուղացիները, զոհված գյուղացիների համար հուշարձան ենք դրել։ Այդ մայիսի 9-ին նշում ենք հաղթանակի տոնը, հավաքված այդ հենց, չգիտեմ ինձ նկատում եք այդտեղ։ Այս հուշարձանի մոտ ենք։ Էս էլ են նույնից հուշարձանի մոտ արդեն հացկերություն պյան արած, կեպները լավ է ժողովրդի։ Էս էլ Գոգգոլ լսած գելեք։ Գոգգոլից ջուր ենք քաշում, ռոկման ջուր, աղսուից, քրակչայ կանդ է, քրակչայ ջուր ենք քաշում, սովխոզի համար, ես շուտվա նկարա էլի արդեն, ես են ժամանակա ես ռագոմի աշխատող էի։ Ես էլ նույնը տնում ես բիբլիոթեկա, սելո Կամո։ Ես մեր գրադարանն է, մենք էլ այդ ուս կոմիտեի կարտուղարի հետ, մինել որ եղբորստայի հետ, հետազրույց ենք անում։ Պապիկ Արուշանյանը երանությամբ է հիշում, որ վերոնշյալ 4 գյուղերում 4 գրադարան եւ 4 ակումբ է եղել։ Մի մեծ հիվանդանոց ենք ունեցել Ազատ գյուղում, մնացած գյուղերում բանալ են, մուկտեր ալեն։ 3 հայկական դպրոց, մինն էլ ռուսական, մալականի ռուսական դպրոցն է եկել։ Միխայիլովկա համայնքը հիմնականում բնակեցված է եղել մոլոկաններով։ Պապիկ Արուշանյանը պատմում է, որ երբ մոլոկաններն իմացել են իրենց տարհանման մասին, խուճապի են մատնվել։ Ինձ правитель ասում, товарищ правитель, мы как будем жить с этими турками? Не знаем, пока ничего решать не можем։ Ազատ գյուղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում է գտնվում։ Հիշում է, գյուղում Քարաշեն եկեղեցի կար, որը դեռ 2008 թվականի տվյալներով կանգուն է եղել։ 1990 թվականին ԽՍՀՄ ներքին զորքերի օգնությամբ ադրբեջանական միացյալ հատուկ նշանակության ջոկատայինները գրավել են գյուղը։ Բնակիչները տարհանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Այս մեր եկեղեցին, ամեն գյուղում էլ Են Այգեստան գյուղումը ավելի մեծ։
նահանագույն գյուղ, մեր երիտասարդ գյուղերեն են։ Պապիկ Արուշանյանն ասում է, որ անընդհատ զուգահեռներ է տանում այնտեղի ու այստեղի միջև, ծանրութեթևանում ապրած տարիներն ու եզրակացնում, այնտեղ կյանքն ավելի լավ էր։ Ընդեղ կյանքը ասեմ ինչով է տարբերվում։ Մեր ժողովուրդը մենք սիրուն տանձի ծառեր ունեինք։ Ամեն տունը մոտավորապես ամենապակասը տոննայի չափ տանձ էր քաղում։ Սիրուն տանձ էր սենց։ Հաշվիտես մի տոննա տանձը մի մարդ որ ունի տանում է 10 մանեթով ծախում գալիս ինչքան է եկամուտ բերում ժամանակվա փողերով ինչ ապրուստ ունեինք։ Եթե նորից ծննդավայր ու կորսված հայրենիք դառնալու հնարավորություն լիներ կգնայիք հարցին, Պապիկ Արուշանյանը պատասխանեց. Մեծ սիրով, եթե գիտենամ իմ այգին պահպանվում ան դե շաշեր չեն, հիմար չեն շանտայ, կպահեն, էլի կպահեն օգտվեն։ Այդ տանձը որ ասում եմ 54 հատ այդ տանձից մեծացրել եմ, աճեցրել ու թողել եմ։ Այդ չեմ ասում հորս աճեցրածը մնացածը նրանք արդեն մեծ պարավ ծառերին։ Մեծ սիրով կգնայինք։ Չնայած ծննդավայրի հանդեպ կարոտին, Պապիկ Արուշանյանը իր հայրենիքը նաև սա է համարում։ Մենք էլ չունենք Բաքու, Գիրաբադ, Խալար, կամ Ազատ, կամ այրումեցի ենք։ Արտակ Աղաբաբյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։